Սիրելի հետևորդներ, այսօր ձեզ ողջունում եմ Grand Hotel-ից, որտեղ եկել ենք լուսաբանելու Networking for Donoring միջոցառումը, որի նպատակն է մարդկանց իրազեկել, թե որքան կարևոր է արյունատվությունը մեր երկրում։ Դե ինչ, միանանք միջոցառմանը, լուսաբանենք այն, իսկ դուք հետևեք ընթացքին։ Ես Գայանե Գաբրելյանն եմ, S&D Business Club-ի հիմնադիրը։ Մենք այսօր գտնվում ենք Networking for Donoring հաղորդաշղթան հանուն բարեգործության միջոցառմանը Երևան Grand Hotel-ում։ Գաղափարը, որը մենք այսօր այստեղ հավաքվել ենք, բարությունն է։ Ես Շուշանիկ Նեմիրիջանյան, բժիշկ գաստրոենտերոլոգ, մենք Գայանեի հետ այսօր կազմակերպել ենք այս հրաշալի միջոցառումը, որը համախմբում է տարբեր ոլորտների մարդկանց մի գաղափարի շուրջ։ Արյան դոնորության իրազեկման ուղղությամբ ենք աշխատելու, խթանելու ենք այդ ոլորտը։ Ինչու է սա կարևոր, որովհետև ցանկացած մարդ պետք է բարի գործ անի, որպես կյանքեր փրկելու գրավական։ Եվ այսօր այստեղ բոլորը հավաքվածները հենց այդ գաղափարի շուրջ են հավաքվել, որպեսզի խթանենք արյան դոնորությունը, արյունատվության իրազեկումը այդ բարի գործի համար։ Ես ուզում եմ շատ մեծ շնորհակալություն ասել այն մարդկանց, ովքեր միանգամից արձագանքեցին եւ միացան մեր գաղափարին եւ աջակցեցին իրենց հանգանակություններով։ Դրանք եղել են եւ փոխնախարարներ, եւ սորական մարդիկ, եւ ծաղկեսրահներ, եւ շոկոլադ արտադրող նորաստեղծ կազմակերպություններ, եւ գինեգործներ։ Արյուն չենք կարող ոչ միտեղ արտադրել, արյունը չի կարող փոխարինվել որևէ դեղամիջոցով։ Արյան միակ աղբյուրը պոտենցիալ առողջ մարդն է, այսինքն մենք բոլորս, որոնք գործնականում առողջական խնդիրներ ամենայն հավանականությամբ չունենք։ Միայն արյան միջոցով, այսինքն արյուն հանձնելով կարող ենք օգնություն հասցնել այն մարդկանց, որոնք ունեն սակավարունության հետ կապված խնդիրներ։ Այդ սակավարունությունը կարող է ոչ միայն հիվանդությունների հետևանքով առաջանալ, այլ ամենաանսպասելի իրավիճակներում, սկսած ավտովթարներից, վերջացրած ամենատարբեր դժբախտ պատահարներով, հրազենային վիրավորումներով։ Այսինքն չենք կարող արյուն ունենալ առանց արյուն հանձնելու։ Ընդհանրապես գերադասելի է ոչ միայն միանվագ մեծաքանակ արյունատվությունը, այլ պարբերաբար կանոնավոր արյունատվությունների որովհետև արյան բաղադրամասերը ունեն իրենց ժամկետները եւ այդ ժամկետի ընթացքում եթե արյան բաղադրամասը չի օգտագործվում, հնանում է եւ հետեւաբար խոտանվում է։ Ինչ վերաբերում է միջոցառմանը, հիանալի միջոցառում է, բայց Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նմանատիպ միջոցառումների մեծ քանակությամբ նմանատիպ միջոցառումների անցկացման, որովհետև արյունատվության խթանման կարևորագույն ճանապարհը քարոզչությունն է։ Այո, պետք է արյունատվության մասին խոսել դպրոցներում, մանկապարտեզներում, կրթել մարդկանց, այն պետք է դառնա մեր մշակույթի մի մաս։ Ուրախ եմ, որ կա հանրային նաև հետաքրքրվածություն միանալու մեր արյունատվության արշավներին եւ ինչպես իմ խոսքում էլ նշեցի, մենք ունենք նոր բացված արյան բանկ, որը կոչված է համալրելու մեր երկրի արյան պաշարները, այնպես որ արդեն քաղաքացիների հատվածը եւս միանալու կամավոր արյունատվության շատ կարեւոր է։ Արյուն տալով մենք փրկում ենք ինչ-որ մեկի կյանքը եւ հերոս դառնալու ավելի լավ միջոց դժվար է մտածել, քան թե եւ ինքդ քեզ համար առողջությանդ համար լավ գործ անելով, արյուն հանձնելով նաեւ ինչ-որ մեկի կյանքն ես փրկում։